Ությունը կա, որ Քրիստոս այս պաշտամունքի ընթացքում այստեղ ներկա է։ Եթե այդ հավատքը կա, սիրելիներ, ուրեմն փառք Տիրոջը, բայց եթե չկա, այսօր կարող է այդ հավատքը, այդ քո ներսի վիճակը բժշկի Աստված, գիտես, երբ կարող է բժշկվի, երբ որ դու սրտանց փափագես, ես սրտանց փափագեմ ու Քրիստոսը ինձի հայտնվի։ Ու Քրիստոսի սերը, Քրիստոսի ուրախությունը, ինչպես եղբայրը խոսեց, լցվի իմ ներքին աշխարհի մեջ։ Երբ որ ես ֆիզիկական աչքերով Հիսուսին կարող չտեսնեմ, բայց իմ հոգևոր աչքերը Հիսուսին կտեսնի։ Շատերը տեսան ֆիզիկական աչքերով Հիսուս Քրիստոսին եւ ինչ արեցին։ Խաչեցին, սիրելիներ։ Երբ որ մի եղբայր խոսում էր, շատ էր խոսում Քրիստոսին հանդիպելու մասին, ասում էր հանդիպում ունեցեք Քրիստոսի հետ, հանդիպում ունեցեք Քրիստոսի հետ։ Ես էլ նոր էի այսպես Տիրոջը դարձել։ Մի օր նստած էի դալիճում, ասացի, այս բոլորը Հիսուսին հանդիպել են, ես մնացել եմ, ոնց կարա սենց բան լինի։ Եղբայրը անընդհատ խոսում է, պետք է գնամ հարցնեմ, ասեցի։ Պաշտամունքը վերջացավ, գնացի, ասեցի, եղբայր ջան, ես ոնց եղավ։ Հիսուսին բոլորդ հանդիպել եք, ես չեմ հանդիպել, ես էլ եմ ուզում հանդիպեմ Հիսուսին։ Եղբայրն ասեց, գիտես ինչ, Գևորգ ջան, Հիսուսին շատերը հանդիպեցին, բայց չապաշխարեցին։ Ես է ծանոթ ունեմ, Հիսուսին կլինիկական մահա տարել տեսել է, բայց մինչև մի չի ապաշխարում։ Կարևորը դու Հիսուսին հոգով հանդիպես։ Այս որ ասեց, հա, բայց էսի շուտվանից հանդիպել եմ, ասեց դե փառք Տիրոջը, այդ է կարևորը։ Մնա դրա մեջ։ Հիմի մենք սիրելիներ կարիք ունենք մնանք դրա մեջ, Քրիստոսի ներկայության մեջ։ Երբ որ նրա ներկայության մեջ ենք, ամեն հոգսերի պատասխանները լուծված է։ Ամբակում մարգարեն գանգատվում է երկրորդ գլխի մեջ, ամբակումյա մարգարեության մեջ, ասում է անիրավության վրա արդարության համար գանգատվում է, բայց երրորդ գլխի, եթե չեմ սխալվում 16 խոսքում է, ասում է թեև թզեն ինչ ծաղկի, փարախում արջարը պակսի, ոչխար չլինի, բայց ես իմ Տեր Աստծուց պիտի ուրախանամ։ Այս մարդու կյանքում, երբ որ Աստծո հետ հանդիպում տեղի ունեցավ, այս մարդու աղոթքը փոխվեց։ Քո աղոթն է կփոխվի, իմ աղոթն էլ է փոխվել։ Ես եղել է այդպիսի վիճակների մեջ, աղոթել ենք, կարծես պատասխան չկա, հուսահատված, նեղության, դժվարության այդ մտքերը հակառակորդի ընդունում ենք, բայց հենց Քրիստոս այցելում է, հանդիպում ես, արդեն մոռանում ես, ինչ վիճակի մեջ էիր, արդեն ներսիցդ փառաբանություն է դուրս գալի։ Սիրելի եղբայրներ, քույրեր, ինչ վիճակի մեջ էլ որ կաս, աղոթք արա ու մի ձանձրացի, Հիսուս Քրիստոսի խոսքերն էր, ես հենց սրա մասին էլ այսօր կուզեմ խոսել, աղոթք արա և մի թուլացի, աղոթք արա և մի հանձնվի, որովհետև Հիսուս Քրիստոսը Սուրբ Գիրքը ասում է, միթե աչք տնկողը չի տեսնում, կամ ականջ ստեղծողը չի լսում, նա տեսնում է և նա լսում է քո աղոթքը, ու քո աղաչանքները իր մոտ են, սիրելիներ, նրանք հենց այնպես չեն գնում, նա լսում է, Աստված, որ ամենքին տվել է ականջ, ամենքին տվել է աչքեր, ամենքին մարդը, որ այդ մարդկային խիղճը կա մարդու ներսը, Հիսուսը բերում էր չէ այդ օրինակը, ասում էր դուք որ մարդ եք, ձեր որդիներին բարի բաներ տալ գիտեք, առավել ևս ձեր Աստվածը, որ ձեզի պիտի տա Սուրբ Հոգին։ Ճիշտ է, Հիսուսը խոսում էր հոգևորի մասին, ու մենք էլ, երբ որ Հիսուսի երեսը փնտրենք, հավատացած եղեք, մեր աղոթքը կփոխվի դեպի հոգևորին, ու ինչպես մեր ավակ եղբայրները միշտ հորդորում էին եւ ասում էին, խնդրեք առաջ հոգևորը, մարմնավորը ձեզի կտրվի, ես էլ ասում էի, բայց որ մարմնավոր հարց ունես, ո՞նց հոգևորը խնդրես։ Հիմի մարմնավոր վիճակ, այսինքն հոգս ունես, բան ունես, ո՞նց հոգևորը խնդրես, չէի հասկանում, սիրելիներ։ Հիմա էլ այնպես չի, շատ բաներ հասկան, այդ ընթացքի մեջ ենք, Տերը բացելով, հասկացնելով, դաստիարակելով, խրատելով, այդ ընթացքի, այդ ճանապարհի մեջ տանում է, որ հասցնի իրեն։ Երբ որ իրոք խնդրում ես հոգևորը, այդ մարմնավոր հարցի լուծումը լինում է։ Մեր վրեժ եղբայրն ասում էր դու 100 պրոբլեմ չունես, դու մեկ պրոբլեմ ունես, մեկ խնդիր ունես։ Ասում ենք, բայց ո՞նց մեկ խնդիր ունենք։ Այո, մեր խնդիրը Քրիստոս Հիսուսն է, սիրելիներ։ Այդ կյանքի հետ հաղորդ լինելն է։ Ու քո աղոթքիդ պատասխանը Աստված գիտի, թե երբ կպատասխանի։ Կուզեմ կարդամ այդ հատվածը, որ բառացի ասացի, Ղուկաս ավետարան 18-րդ գլուխ առաջի խոսքերից է, շատերս գիտենք այս տեղը։
որբևայրի եւ դատավորի առակի մասին է խոսում մեր Տերը։ Ասմանոնց առակն ա լսավ այս բանի վրայով, թե պետք է ամեն ատեն աղոտ քնել ու չձանձրանալ։ Ըսավ դատավոր մկար քաղաքի մեջ, որ Աստուծո մեջ էր վախենում, մարդուց չէր ամանչում, եւ նույն քաղաքի մեջ որբևայրի մնել կար, որ անոր կուգար ու կսեր իրավունք հրե ինձի ու ազատեին ոսողից։ Մի առակ ա ներկայացնում Հիսուսը, բայց առաջի խոսքում շատ մի սենց կարևորագույն, որի վրա շեշտը ուզում եմ դնեմ, այդ խոսքերն է ասում, անոնց առակն է լսավ այս բանի համար, թե պետք է ամեն ատել աղոտ քնել ու չձանձրանալ։ Գիտեք, մենք մտածում ենք, ասում ենք, թե որ հավատքով ես աղոթել, էլ ինչ կարիք կա, որ շարունակես այդ աղոթքը։ Եթե հավատքով բերել ես Տիրոջ առաջ այդ աղոթքդ, այսինքն քո հոգսդ, քո վիճակդ, մի որ թե շարունակում ես, չէ, մի հատ միտք է գալիս։ Ուրեմն այդքան էլ չես հավատում, որ Աստված այդ աղոթքը լսել է։ Այդքան է չես հավատում, որ քո աղոթքդ լսվել է։ Բերել ես Աստծո առաջ, խնդրել ես Տիրոջը, ուրեմն Տերը կպատասխանի էլի։ Բայց սիրելի եղբայրներ, քույրեր, Սուրբ Գիրքը մենք պետք է ճիշտ հասկանանք, որովհետև հակառակորդն էլ, անօրենն էլ քնած չի ու նա գիտի այդ կերպերը մոտենալու։ Նա գիտի քո թույլ կողմերը, գիտի իմ թույլ կողմերը որն է, եւ ինքը թույլ կողմերը տեսնելով հենց այդպես մոտենում է։ Ու ասում է, բա որ աղոթք ես արել, բա ինչի աղոթքիդ պատասխանը չկա։ Բա ինչի աղոթքիդ պատասխանը ուշանում։ Ինչու չի տալիս Տերը, չէ որ Սուրբ Գիրքը ասում է հետևյալը, Մարկոս ավետարան 11-րդ գլուխ 24 խոսքում, աղոթքի մեջ ինչ որ հավատքով խնդրեք, պիտի առնեք։ Եմի գրված է, թե գրված չէ։ Գրված է, աղոթքի մեջ ինչ որ հավատքով խնդրեք, պետք է որ առնեք։ Բայց մի աղոթում ենք, չենք առնում, կամ աղոթում ենք հավատքով բերել ենք Տիրոջը, ուրեմն Տերը գիտի, էլ ինչի ենք երկարացնում։ Ես այսպես հասկացա, երբ որ այս հարցը տալիս էի անձամբ Տիրոջը, ու ասեցի Հիսուս ջան, հիմա մենք ոնց աղոթենք։ Հիշում եք, աշակերտներն էլ ասեցին ոնց աղոթենք։ Նա հայր մերը սովորացրեց աղոթելը։ Ես էլ այս հարցի շուրջ ասեցի Հիսուս ջան, ոնց աղոթենք։ Հիմի աղոթքի պատասխանը, որ ուշանում է, ինչպես շարունակենք, թե չշարունակենք։ Եվ միտքս կարծես բացվեր ու հասկանայի մի կարևոր կետ, սիրելիներ, որ աղոթում ես, այդ աղոթքիդ պատասխանը, եթե ստանում ես, Աստված տալիս է այդ պահին, արդեն տալիս է, էլ դու էլ կարիք չունես աղոթելու, արդեն որովհետև ստացել ես այդ աղոթքի պատասխանը, բայց այն աղոթքի պատասխանը, որ աղոթում ես դեռ չես ստացել, դու պետք է շարունակես աղոթել։ Թեպետ խոստում կա, թեպետ Աստված խոստացել է, դու պետք է հարատևես այդ աղոթքի մեջ, այնքան ժամանակ, մինչև Աստված այդ հարցին լուծում կտա, ու Տերը գիտի ոնց է այդ հարցին լուծում տալու։ Ըստեղ որ կարդում ենք շարունակության մեջ, այս անիրավ դատավորը, որբևայրին, որ շատ էր թախանձանքով գալիս, ինքը իրավունք շնորհեց ու ասեց, «Արքո պատասխանը գնա», դե ինքը անիրավ դատավոր էր, մտածում էր մի կաշառ կառնի այս որբևայրից, մի բան կստանա, սպասում էր դեռ այս սպասումով, բայց տեսնելով, որ այս կնոջ մոտ ոչինչ չկա, պատասխան տվեց։ Հիսուսը 7-րդ խոսքում, կուզեմ կարդալ այդ համարը, այսպես է ասում է, հապա Աստված իր ընտրյալներուն իրավունք պիտի չնե, հարց է տալիս, որոնք ցերեկ ու գիշեր իրեն կաղաղակեն, թեև երկայնամիտ էլ լինի, ձեզի կասեմ, թե շուտով անոնց իրավունք պիտի անի, թեև երկայնամիտ էլ լինի, այսինքն թեև ձգձգվի քո աղոթքի պատասխանը, թեև Աստված երկայնամտորեն մոտենա, բայց ասում է, ձեզի ասում եմ, շուտով իրավունք պիտի անի։ Հիմի սա խոստում է, թե խոստում չէ։ Սա խոստում է, բայց գիտեք անօրենը ինչ միտք է բերում, ասում է, բա այդ շուտովը երբ է։ Մի ասում է շուտով, այսինքն շուտով մենք հասկանում ենք հիմա, այսօր, վաղը, մյուս օրը, լավ, մեկ ամսից շուտով, բա ինչի չի պատասխանում Աստված։ Որովհետև Սուրբ Գիրքը ասում է Ժողովող 3:11-ի մեջ, ժամերն ու Աստված ամեն բան իր ժամանակին հրավ, չէ, Աստված ամեն բան իր ժամանակին արեց։ Այսինքն ժամերն ու ժամանակները մեզի չի վերաբերվում, մենք չենք հասկանում։ Աստծո մոտ մեկ օրը 1000 տարվան պես է, 1000 տարին մեկ օրվան պես է։ Այս շուտովը, սիրելիներ, այսինքն երբ որ Աստված
տեսնում է այդ ճիշտ ժամանակը իմ ու քո համար, ճիշտ ժամանակը, հենց այդ ժամանակ պատասխանում է։ Օրինակ իմ կյանքում ես փորձանքի մեջ էի ընկել, երբ որ եկա Տիրոջը, դարձի եկա ու մի հոգս կար, չէ՞, լուծվում այդ հոգսը։ Ասում է Հիսուս ջան, բա ինչ պետքա լինի։ Բայց ներսումս ավետարանով մի հատ համար ամուր էի բռնել, ինձ մոտ եկողին ես բնավ դուրս չեմ հանում։ Եվ այս խոսքը ես sense խոստումի պես բռնել էի ու այդ խոսքից կարճել էի, ասում է Հիսուս ջան, քեզ մոտ եկողին դու դուրս չես հանում։ Եթե ես իմ հոգսը չլուծվի, ես կգնամ բանտերը կկորեմ։ Այդ այնց հոգս էր, եթե այդ հոգսը չլուծվեր։ Ես կգնամ աշխարհ նորից կխորտակվեմ, Տեր ջան։ Բայց այս հոգսը Հիսուս ջան, ես սրտանց ուզում եմ քեզի, այս հոգսը խնդրում եմ քեզ, Տեր ջան, դու լուծի։ Եղբայրներից մեկը մի օր պաշտամունքի վերջում ասեց, գիտես Գևորգ ջան, այս հոգսը Աստծո մոտ արդեն լուծված է։ Ես դե նոր հոգևոր մանուկ, ասում եմ, բա որ լուծված է, ինչի է հոգսի պատասխանը չի գալի, ինչի է ուշանում։ Ասեց Աստված ճիշտ ժամանակին էս պատասխանը կտա։ Անցավ 3 տարի, ժողովուրդ ջան, պատկերացնում եք, մի օր չի, 2 օր չի, 3 տարի այս ընթացքի մեջ ես գնում, գալիս եմ ու մտքեր, բա ինչի չի լուծում, Աստծո մոտ լուծված է, բա ինչի ինձ մոտ լուծված չէ։ Ու այնքան էր վիճակը սասկացել, որ մի օր երազիս մեջ տեսա պաշտամունք է գնում ու մի եղբայր քարոզում է։ Ու քարոզի ժամանակ ընդամենը մի խոսք, Աստված տեսնում է, գիտես, ու խոսքով է պատասխանում։ Ընդամենը մեկ խոսք, Ղուկաս ավետարան 12:22։ Ես ոչ գիտեի դա ինչա գրված, այդքան գրքի հետ է ծանոթ չէի։ Երբ որ արտացա առավոտ շուտ, ոչ մի բան չեմ հիշում։ Այդ մի խոսքը, ասի ես երազիս պաշտամունք եմ տեսել, ու պաշտամունքին քարոզող եղբոր անգամ դեմքը չէի հիշում։ Ինքը ասեց Ղուկաս ավետարան 12:22։ Ես առավոտ շուտ արթնացա, մի անգամից գնացի ավետարանս փնտրեցի, ասեցի պետք է բացեմ տեսնեմ ինչ է գրված Ղուկասի մեջ, ու բացեցի եւ գրված էր այսպես. Եվ ըսավ իր աշակերտներուն, ասոր համար կսեմ ձեզի, հոգ մի ունեք։ Ասոր համար կսեմ ձեզի, շատ էի հոգանում, սիրելի եղբայրներ, քույրեր, շատ, մտածում էի ամեն այս մարկային այն բաները ձեռնարկել են, հնարավորությունները, բոլոր տեղերը դիմել էի, ոչ մեկ չէր կարողանում այդ հոգսը լուծել։ Միայն լուծեց Աստված։ Եկավ իր ժամանակին, ու Աստված լուծեց այդ խնդիրը։ Աստված փառավոր կերպով պատասխանեց այդ հոգսին։ Ու ես երբ որ հետո հետ էի նայում, ասում եմ Հիսուս ջան, այդ շուտովը փաստորեն այդ ժամանակ էր, որ դու ամեն բան իր ժամանակին ես անում, ու իր ժամանակին ես պատասխան տալի, երբ որ մենք այդ պատասխանը ընդունելու կարողություն ունենք։ Հիմա եթե այդ հոգսը ես որ նայում եմ, իմ կյանքում շուտ լուծվեր, ես շատ սխալների մեջ կհայտնվեի, ժողովուրդ ջան։ Շատ վիճակների մեջ կընկնեի, դա ես գիտեմ, դու էլ գիտես քո վիճակը, դու էլ գիտես քո ներսը։ Դրա համար Աստված մենք հավատանք այդ խոստումներին, որ Տերը ամեն բանի ժամանակին է անում։ Հիշում եք Եղիան, երբ որ Աստուծմե խոստում ստացավ նորից, որ ասաց պետքա անձրև գա երկրի վրա, գնա Աքաբին երևցիր։ Դա գրված է 3-րդ Թագավորաց 18-րդ գլխի 41 խոսքից, այդ պատասխանը արդեն, բայց առաջի խոսքերից է ասում, որ գնա Աքաբին երևցիր եւ երկրի վրա անձրև պիտի տամ։ Երբ որ Եղիան գնում է, ասում է այդ ամեն ինչը Աքաբին եւ սկսում է աղոթք անել, իր երեսը բերելով ծունկերի վրա աղոթք է անում։ 7 անգամ աղոթք է անում Աստծուն։ Մի անգամից ոչ չի լինում այդ պատասխանը։ 7 անգամ, մանչն էլ ասում է գնաց եկավ, 7-րդ անգամ երբ որ գնաց, ասեց մարդու թաթի չափ ամպ եմ տեսնում, ասեց գնա Աքաբին ասա թող իր կառքը հեծի տունը գնա անձրևի տակ չմնա։ Գնա այդ փոքրը որ եղավ, նոր Եղիան դադարեց, բայց խոստումը կար, բայց Եղիայի ներսի աղոթքը չէր դադարում այնքան ժամանակ, մինչև չտեսավ երկնքից գոնե մի փոքր հատված, մի փոքր մաս սևացած սիրելիներ։ Սա ինչ է։ Սա հենց այնպես գրված չէ։ Հակոբը երբ որ մարտնչեց հրեշտակի հետ, չէ, Սուրբ գրքում գրված է Ծննդոց գրքի մեջ, երբ թողեց հրեշտակին։ Երբ թողեց, երբ որ ասես մինչև ինձի չորտնես, քեզի չեմ թողնելու։ Մինչև ինձի չորտնես, մինչև լուսաբաց Հակոբը մարտնչեց հրեշտակի հետ։ Բայց մենք աղոթք ենք անում, երբեմն ձանձրանում ենք սիրելիներ։ Աղոթք ենք անում, աղոթքից դուրս ենք գալիս, ուզում եմ մի հատ հիշեմ ինչ եմ աղոթել, չեմ հիշում ինչ եմ աղոթել։ Ուզում եմ մատ մտքերս իմի բերեմ, ասեմ, ինչի մասին էի խոսում, ինչ հաղորդակցություն ունեի, չէի հիշում, բայց Հակոբը մինչև վերջ, այս սա է պետք։
Սա է Աստված ուզում տեսնի իմ ու քո կյանքում։ Ոչ միայն մեր մարմնավոր հոգսի համար չեմ ասում, հոգևոր հոգսի համար։ Չունես հոգևոր տկարություն։ Ես չունեմ հոգևոր տկարություն։ Աղոթ քարա, աղոթ կանեմ, մինչև այդ հարցի պատասխանը կլուծվի։ Չունեմ սիրելիներ, հարազատ, բարեկամ, ովքեր չեն ապաշխարում, տան անդամներ, չձանձրանամ աղոթ կանելուց։ Չասեմ դե Աստված, որ որոշել է, բերի կբերի, խոստում կա սիրելիներ։ Ասած Գործ առաքելոց 16:30 թե 31 խոսքն է, հեն բանտապետին, չէ, հավատա դու և կփրկվես դու և քո տունդ, հավատա, սա խոստում է սիրելիներ, բայց ես հավատում եմ ու իմ ընտանիքի համար, Հիսուսն ասում է լացեք ձեր ու ձեր զավակների համար, իմ համար լաց մի արեք, այսինքն ես հավատացել եմ, պետք է հավատքի մեջ մնամ, աղոթ կանեմ ու Աստված անպայման այդ ողորմությունը անելու է, սիրելի եղբայրներ, քույրեր։ Ինչքան ենք մենք տեսել, մարդիկ, հարազատներ, ես էլ նրանցից մեկն եմ, որ այդ խոստումները Սողոմոն իմաստունը տեսավ այդ խոստումը, երբ որ Աստված իր հորը խոստացել էր, որ դու չես շինելու այդ տաճարը, հապա քո որդին է շինելու։ Ու նա այդ խոստումը կատարվեց երկրորդ մնացորդած 6-րդ գլուխ 4-րդ խոսքի մեջ Սողոմոնը այսպես է փառաբանում Տիրոջը, ասում է օրհնյալ լինի Իսրայելի Տեր Աստվածը, որ իր բերանով խոստացավ ու իր ձեռքով կատարեց, քանզի ըսավ, այդ խոստումը կատարվեց, սիրելի եղբայրներ, քույրեր։ Իմ ու քո կյանքում էլ այդ շինարարությունը, այդ տաճարի, այդ մեր հոգևոր շինարարությունը Աստված տանում է, ու քո աղոթքներդ անուշահոտ խունկի պես, ինչպես գրված է, ես կուզեմ կարդալ այդ հատվածները Հայտնության գրքի 5-րդ գլուխ 8-րդ խոսքի մեջ այսպես են կարդում. Երբ գիրքը առավ, 4 կենդանիներն ու 24 երեսները գառնուկի առջև ընկան, եւ ամենքն էլ քնարներ ունեին, ու ոսկե խնկամաններ, խունկով լեցուն, որ սուրբերի աղոթներն են։ Տեսաք, սուրբերի աղոթները այդ խնկամանի մեջ լցված էին։ Եվ եկեք զուգահեռ 8-րդ գլխի 4-րդ խոսքը կարդանք։ Ասում է խունկերու ծուխը սուրբերի աղոթների հետ հրեշտակների ձեռքեն Աստծո առջև ելավ։ Ու այդ խունկի ծուխը, այդ աղոթները հրեշտակի ձեռքով Աստծո առջև ելան, սիրելիներ։ Քո աղոթքը լցված է այդ խնկամանի մեջ, ու իր ճիշտ ժամանակին անպայման այդ պատասխանը գալու է։ Իմ մամաս, երբ որ շատ էր աղոթում ինձ համար, իմ հարազատները, իմ քեռին շատ էր աղոթում ինձ համար, ասում էին, որ երբ ապաշխարելու, մամաս հույսը կտրել էր, թե ես, չգիտեմ, կգա այդ ժամանակը, որ կտեսնի Տիրոջ տան մեջ, տեսնում էր եղբայրներ, տեսնում էր երիտասարդներ, ովքեր քարոզում էին, տեսնում էր ովքեր ծառայում էին, եւ ինձ ասում էր, տղա ջան, կգա մի օր, որ տեսնեմ, դու էլ ես Տիրոջ տան մեջ կանգնած, ինչ որ գործ անում, կամ այնտեղ նստած։ Դե ասում էր, դե երբ որ ժամանակը գա, կտեսնեք։ Եկավ ժամանակը, սիրելիներ, երբ որ ես Տիրոջը դարձա, գնում էի պաշտամունքների ու արդեն տնային պաշտամունքների էի մասնակցում։ Ու տեսնեմ այս ժողովուրդը ինձի որ նայում են, սեն ժպտում են, ասում եմ տենաս, ես էլ լուրջ ծանր այդ աշխարհից մնացել եմ, շատ սենց բանի մեջ որ ժպտում եմ, ոչ բան, ես լուր նստում եմ, ասում եմ տենաս այս մարդիկ որ նայում են ինձ, ինչու են ժպտում։ Ասում է դե երևի քեռիս ճանաչում են, մերոնց ճանաչում են, նայում են, ժպտում են, էլի։ Անցավ մի քանի ժամանակ, մի քանի ամիս, արդեն որ ջրով մկրտվել էի, մասնակցում էի, եղբայրներից մեկը ասեց, Գևորգ եղբայր, գիտես մենք քո համար ինչքան ենք աղոթել։ Ասեցի, իրոք, ասեցին, հա, քո համար, քո քեռին հոգսը շատ էր դնում ու ասում էր մի հատ քրոջ տղա ունեմ, չի ապաշխարում, իրա համար աղոթ կանենք, էլի։ Ու իմի հասկացա, որ այդ մարդիկ իրենց աղոթքի պատասխանն էին տեսնում եւ ուրախանում էին, սիրելիներ։ Մի օր դու էլ կտեսնես քո աղոթքի պատասխանը, մի օր դու էլ կստանաս քո աղոթքի պատասխանը, այն զավակները, այն հարազատները, այն բարեկամները, որոնք չեն գալի, դու անպայման կտեսնես, այն բացակաները, սիրելիներ, մենք պետք է աղոթենք նաև բացակաների համար։ Ես հիշում եմ մեկ վկայություն եւս մեր ռուս եղբայրներից եմ լսել, ու այդ վկայությունը իմ սրտի մեջ կարծես մնաց այսպես, քանի որ հիմնականում խոսքը գնում էր երիտասարդների համար էր վկայում, ասեց երիտասարդական փառաբանության խմբի մեջ մի քույրիկ կար, ու այս քույրիկը ասեց փառաբանում էր, խորում երգում էր, եկավ մի պարագա, որ սկսեց պաշտամունքների չմասնակցել։ Հիմի գնում ենք հետևից, խոսում ենք, ասում այսօր կգամ, վաղը կգամ, բայց չի գալի պաշտամունքների, հոգս դրեցինք, որպեսզի բոլոր ժողովուրդը երիտասարդներով աղոթ կանենք իր համար, եկեղեցին աղոթ կանի։
ու ասում է հոգսի ժամանակ մի եղբայր, մեկ է լսենք այսպիսի աղոթք են անում ու տեսնում են ներողություն, մի հատ քույրիկ տեսիլք է տեսնում, ասում է մի հատ խորը ջրհոր էր, ու այդ ջրորի մեջ այդ քույրիկը նստած էր, ու մի հատ պարան էր իրան նետված, ու այդ պարանից մի փոքր պակասում էր, որ այդ քույրիկը ձեռքը բռնի ու դուրս գա։ Հիմա ժողովուրդը եղբայրը հորդորում է հովիվը, ասում է շարունակենք աղոթքները, շարունակենք, Տերը ուրեմն այդ ջրորից կհանի։ Ու ասում է տեսնենք մի հատ եղբայր այդ խորի երկողներից աղոթք է անում, ու ասում է Հիսուս ջան, իմ ոտից կապի այդ պարանը, իջացրա ինձի, այդ քույրիկս իմ ձեռքը բռնի հանի, որովհետև ես որբ եմ եղել, որբանոցում մեծացել եմ ու սենց սրտանց աղոթք է անում, եկել եմ այստեղ, հիմ ինձի հարյուրավոր քույր եղբայրներ ես տվել, իմ քրոջս օգնի, ինձի օգտագործի, իմ ոտից կապի այդ պարանը, նետիր ինձի այդ ջրորը Հիսուս ջան։ Ասում ասենց լսում ենք այդ եղբայրս ինչ է աղոթում։ Անցնում է մի քանի օր քույրիկը գալիս է սիրելիներ։ Տեսնում եք սրտացավ աղոթքները։ Սրտացավ աղոթքները այն, որ սրտից է բխում մարդու, Աստծո մոտ բարձրանում է։ Եվ Պողոս առաքյալը սովորեցնում է եւ ասում է, թե ինչպես պետք է աղոթեք։ Փիլիպեցիների 4-րդ գլխի մեջ է դա գրված։ Կուզեմ կարդալ այդ հատվածն էլ, Փիլիպեցիս 4:6-ում։ Ասում է, բանի մը համար հոգմի ունեք, հապա ամեն բանի մեջ աղոթքով ու աղաչանքով գոհությունը մեկտեղ ձեր խնդրվածքը Աստծուն հայտնի լինի։ Գոհությունով մեկտեղ ձեր խնդրվածքը Աստծուն հայտնի լինի։ Այս եղբայրը այդպես աղոթք է անում։ Գոհությունով, խնդրելով, աղերսանքով Հիսուս Քրիստոսին, ու Հիսուսը պատասխան է տալի, ու այդ անդամը գալիս է։ Մենք էլ եղբայրներ, քույրեր ջան, ինձանից սկսած, մենք էլ պետք է աղոթք անենք։ Առաջ աղոթք անենք մեր անձերի համար, որ մենք Քրիստոսի մեջ հաստատվենք, մեր տկարությունների համար, որ հոգևորը խնդրենք, հետո մեր հարազատ բարեկամների եւ բոլոր բացականների համար, որ Աստված կլսի եւ մի օր կպատասխանի։ Ինչպես Սուրբ գրքում շատ պատասխաններ ունենք։ Այն քանանացի կինը անգամ որ հեթանոս էր, գնաց Հիսուսին, այնքան գնաց կպավասեց, ողորմություն արա իմ աղջկան, դևից բռնվելա, ողորմություն արա, Հիսուս դե պատասխան չէր տալի, բայց այս կինը չէր դադարում խնդրելուց Հիսուսին, չէր դադարում աղերսելուց, մինչև անգամ ասաց այն փշրանքները, չէ, շների շան, որ ինքը մտածեց, թե Հիսուսը այդպես է իրան պատասխանում, արժան չէ տղոց հացը առնել ու շուներին ձգել, ոչինչ ասեց, շուներն էլ իրանց տիրոջ փշրանքներից են կերակրվում, այդքան խոնարհվեց, այդքան աղերսեց Հիսուսին, ով կին քո հավատքդ մեծ է, այսպես պետք է հարատևենք սիրելիներ, ոչ թե եկանք, աղոթեցինք, դե լավ, դե չստացվեց, գնացինք, ուրիշ բան տեսնենք ինչ ենք անում, ոչ, եղբայրներս, քույրերս, Տերը շատ օրհնի, Տերը պահի, եւ Երեմիան ինչպես աղոթք է անում, Երեմիա 33:3-ի մեջ ասում է այսպես Աստծո խոսքը Երեմիային. կանչիր ինձի ու ես քեզի պատասխան պիտի տամ, կանչիր ինձի ու ես քեզի մեծ ու զարմանալի բաներ պիտի ցույց տամ, որոնք դու չգիտես, խորհուրդներ պիտի պատմեմ։ Կանչենք Հիսուսին, ժողովուրդ ջան, կանչենք ու կտեսնենք, որ այս ամեն ինչը իրական է, հավատքի կյանքը իրական կյանք է։ Գիտեք, շատ հեքիաթի գրքեր կա, որ կարդում ենք, ասում ենք դե հեքիաթի գրքերա, երանի թե ես հեքիաթները իրականանային, երանի թե ես հերոսները ես լինեի, Սուրբ գրքի մեջ գրված խոսքերը, երբ որ հավատում ես, իրանք իրականանում են։ Այն միակ կենթանի գիրքը, հենց հավատում ես, այդ խոսքերը քո կյանքում իրականանում են։ Եկեք պարտանք Տիրոջը աղոթք անենք։